Սիրելի ծովագյուղցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ բոլորիդ։ Մեծ պատիվ է ինձ համար հերթական անգամ այստեղ այս հրապարակում ելույթ ունենալը, եւ ես ուզում եմ սկսել մի իրադարձությունից, որը շատ կարևոր է ոչ միայն Սևան խոշորացված համայնքի համար, այլև հանրապետության մասշտաբով 3 շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Ստեղծվել է Գագարին բնակավայրում արհեստական բանականության առաջին գործարանը։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիական նոր հարթության վրա է դուրս գալիս եւ ուզում եմ ասել նաեւ, որ հունիսին Հրազդանում երկրորդ գործարանն է կառուցվելու, Գագարինի ներդրումը շուրջ 90 միլիոն դոլարի ներդրումը, 70 Եվս 20 նախատեսվում է Հրազդանի ներդրումային ծրագիրը լինելու է 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։ Սա ինչով է կարևոր եւ ինչ կապ ունի մեր կառավարությունը այդ իրադարձության հետ։ Դուք հիշում եք, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում նախագահ Տրամփի հետ մենք ստորագրեցինք ոչ միայն այսինքն այնտեղ Միացյալ Նահանգների հետ երկկողմ ձևաչափով նաեւ 3 հուշագիր ստորագրեցինք, որոնցից մեկը վերաբերվում էր արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը։ Եվ մի տարի չի անցել, 10 ամիս հետո արհեստական բանականության առաջին գործարանը բացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ուզում եմ ընդգծեմ, որ ինչով է այստեղ կարևոր կառավարության դերը, որտեղ այդ չիպերը, որ տեղադրված են այդ գործարանում, իրանք արտահանվում են Միացյալ Նահանգներից հատուկ լիցենզիայով։ Այսինքն շատ երկրներ կան, որ այսօր ուզում են այդ չիպերից ստանան, բայց չեն ստանում, որտեղ Միացյալ Նահանգները արտահանման լիցենզիա չի տալիս։ Եվ մեր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ մեզ հնարավորություն են տալիս, որ մենք արհեստական բանականության գործարան ունենանք։ Այդ գործարանը ինքը իր հետ տնտեսության շատ մեծ ակտիվացում է բերելու, որովհետև տեխնոլոգիական ոլորտի մի աշխատատեղը իր հետևից բերում է 3 նոր աշխատատեղեր։ Էներգետիկ ոլորտն է շատ լրջորեն զարգանալու եւ տեխնոլոգիական ոլորտն է շատ լրջորեն զարգանալու եւ այդ զարգացումները ի դեպ դուք այսօր արդեն տեսել եք։ Ժողովուրդ նայեցիք, հետևեցիք զորահանդեսին մայիսի 28-ին եւ ինչ կա, ինչ տպավորություն է։ Այդտեղ մենք ձեր ցուցադրեցինք 7 երկրների արտադրության սպառազինություն, 7 երկրների արտադրության։ Բայց այս հրապարակում իմ ուշադրությունը ինչ հրավիրեց, որ երբ որ հաղորդավարը ասում էր հրապարակը մտնում հայրենական արտադրության սպառազինություն, հրապարակը ծափերից պայթում էր։ Եվ ես ուզում եմ մենք գնահատենք, դա ինչու եւ ինչի արդյունքում է տեղի ունեցել, ժողովուրդ ջան։ Ուրեմն 2021 թվականից մենք ռազմարդյունաբերական համալիր 170 միլիարդ դրամ ենք ներդրել, 170 միլիարդ։ Դրանից առաջ մենք գիտության ֆինանսավորումն ենք կրկնապատկել, ավելի քան կրկնապատկել, 2.8 անգամ 180%-ով մենք գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք 2021-ից 25 թիվը։ Գիտության ոլորտում աշխատավարձերը 100-ից 300%-ով ավելացրել ենք եւ այսօր գիտեք ինչ է տեղի ունենում։ Մեր ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը արտահանվում է զարգացած երկրներ։ Եվ այսօր արդեն տասնյակ միլիոն դոլարների հասնող պայմանագրեր են կնքվել զարգացած երկրների հետ եւ սա շատ էական փոփոխություն է։ Հաջորդ նորությունը դուք TRIP նախագծի մասին լսել եք, ընդհանրապես հետևում եք ժողովուրդ TRIP նախագծի հետ կապված իրադարձություններին։ Ուրեմն շատ էական բան է տեղի ունենում։ Մայիսի 28-ին նախաստորագրվեց, առաջիկայում նաև կստորագրվի TRIP նախագծի իրագործման վերաբերյալ հուշագիրը, որը մի էական եւ կարևոր փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այդտեղ մենակ թեման այն չի, որ մենք շրջափակումը հաղթահարում ենք։ Այսինքն Հայաստանը 35 տարի որ շրջափակվել, այդ նախագծի իրագործման վերջ ավարտվում է շրջափակումը։ Բայց հիշում եք,
Թե ոնց էին անընդհատ արհեստական օրակարգ բերում, թե մենք միջանցք ենք տալիս, միջանց, լսել եք ժողովուրդ, որ միջանցում ծիծաղում է, այնքան ասել են, որ չլսելը հնարավոր էլ չէ, բայց ամենակարևորը ինչ է, որ այդ փաստաթուղթը ստորագրված, ով որ ուզենա ձեզնից կարա մտնի ինտերնետում 5 րոպեում ման գա գտնի, ինչա գրած է, որ թրիփ նախագիծը իրագործվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում, թրիփ նախագծի շրջանակներում Հայաստանը իր բացառիկ իրավունքն է պահպանում մաքսային սահմանային հատումների բոլոր գործառույթների վրա եւ այս էլ քիչ է, մի հատ էլ ավելացած է պարբերություն, որ Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջությունը պահպանում է թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա։ Այսինքն մի հատ էլ քանի որ այնքան մեզ մեղադրել էին, որ բան, ասում ենք, ընենց գրենք, որ խոշորացույցով ման կան, նույնիսկ մի հատ ենթադրություն չկարենան անեն, որ այնտեղ մի հատ այ կոշիկի տեղ կա, կոշիկի չափով, որ մեր իրավազորությունից դուրս է, չի եղել միջանցքի թևա, չկա եւ չի լինելու, սա շատ մեծ իրադարձություն է։ Բայց եթե նկատել եք նախագահ Տրամփի գրառումը, էլի մայիսի 28-ին նախագահ Տրամփը գրառում էր արել, չգիտեմ, լուրերով հասնում է այդ բաները, լուրերով հետևել է։ Այսինքն այնտեղ իհարկե, այնտեղ ամենակարևորը ինչ էր։ Ամենակարևորը Միացյալ Նահանգների տեսլականներ թրիփ նախագծի վերաբերյալ։ Ինքը ասում էր, որ էներգետիկ ռեսուրսները արևելքից դեպի արևմուտք հոսելու են այս նախագծի շրջանակներում։ Սա նշանակում է առաջինը մեծ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, հազարավոր աշխատատեղեր Հայաստանի Հանրապետությունում, գումարած արհեստական բանականության գործարանները, որովհետև այդ նախագիծը ուզում եմ բան անենք, ինքը գալու է Մեղրիով մտնելու է, հետո Նախճեվանա մտնելու, հետո շարունակվելու է Երասխ եւ այլ երկաթուղին է բացվելու։ Հետո նաեւ ուշադրություն դարձրեք դրա արդյունքում Պարսի ծոց, Սև ծով երկաթուղին է բացվելու։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկաթուղի ենք ստանալու։ Սա նաեւ ինչ է նշանակում, Ժորժ ջան, որ Հայաստանում շատ հաճախ խոսվում է, որ ինչ որ ապրանքներ նույնիսկ թանկ են ելնում, քան Եվրոպայում։ Դրա ամենակարևոր պատճառներից մեկը տրանսպորտի մեծ ծախսն է, քանի որ կներեք արտահայտությունից ֆինտի ֆլուշկեքով են շատ ապրանքներ բերում, որովհետև ուղիղ չկա, դա ամեն անգամ բեռնաթափել, բեռնել, տարբեր երկրների ընթացակարգ դա գինա, չէ, փողա, եւ գալիս է իր գնի վրա ավելանում է, եւ հետեւաբար այս խնդիրը նույնպես ֆունդամենտալ ձևով մենք լուծելու ենք, բայց սա ամբողջը չի, այլ նաեւ հիմա մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրում են փաստի վրա, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով։ Օրինակ մեր մտքով չէր անցել, չէ՞, տենց բանի մտքով օրինակ չէր անցել։ Մեր եվրոպացի գործընկերներն ասին, գիտեք, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով, ընդ որում Տավուշի մարզի, Լոռու մարզի եւ Շիրակի։ Մեր մտքով տենց բան չի էլ անցել, Ժորժ ջան, որովհետեւ մեր օրակարգում տենց հարց չի եղել։ Մենք եկել ենք կոնֆլիկտի փակողի։ Հիմա մենք դառնում ենք խաղաղության խաչմերուկ եւ հիմա մենք նաեւ հյուսային երկաթուղին ենք վերագործարկելու եւ այստեղ Գեղարքունիքի մարզի մի հատվածում եւ Գեղարքունիքի Լոռու եւ Տավուշի մարզու մի հատվածում երկաթուղու Վանաձոր Գյումրի ճյուղը եւ Իջևան Հրազդան ճյուղը շատ մոտենում են իրար, 6 կիլոմետր է իրանց հեռավորությունը, այդ երկու ճյուղը կպցնելու ենք իրար եւ ունենալու ենք արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը։ Եվ Հայաստանի ապաշրջափակումը ավարտվում է, ըստ էության այսօր արդեն ավարտվել, Ժորժ ջան, որովհետեւ հիմա այսօր նաեւ Ախալքալակարս երկաթուղին է բացվել Հայաստանից բեռներ արտահանելու եւ ներկրելու համար։ Սրանք ինչի մասին է այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է նոր որակի պետություն։ Եվ դրա մասին ես չեմ խոսում նաեւ։ Դրա մասին խոսում են մեր ճանապարհները, մեր նոր որակի ճանապարհները։ Այսօր մարզպետը ասում է, գալիս ենք, ասում է Ծովագյուղում 5 ու 8 կիլոմետր ճանապարհի աշխատանք արվել։ Կա տենց բան ժողովուրդ, պետք է։ Այսինքն զգում եք դուք նոր որակի պետությունը, բայց
Նոր որակի պետությունը ժողովուրդ ջան պետք է արտահայտվի նաև նոր որակի կյանքով։ Եվ նախ շատ կարևոր է այդ բոլոր տեխնոլոգիական նոր ոլորտները մեր տնտեսության մեջ որ բացվում են, պետք է մեր երեխեքին մենք պատրաստենք, որ իրանք դպրոց ավարտեն եւ այնտեղ լավ աշխատատեղեր ունենան, լավ աշխատավարձով։ Հեսա պատճառը, որ մենք 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիր ենք անում եւ նորակառույց եւ հիմնանորոգված դպրոցների պատերին էլ գրում ենք լավ սովորեք, որ լավ ապրեք։ Եվ այդ հնարավորությունը այսօր գնալով ավելի ընդլայնվում է Հայաստանում, որ լավ կադրը, լավ մասնագետը Հայաստանի Հանրապետությունում պետք է եւ կարող է լավ ապրի։ Բայց մենք չենք մոռանում նաեւ սոցիալական ապահովության մասին։ 2026 թվականին առաջին անգամ, այսինքն առաջին անգամ չէ, փորձեր եղել են նախկինում, բայց ձախողվել են, ֆունդամենտալ ձևով 65+ տարեկան եւ մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը, այսինքն առողջապահական նվազագույն կարիքները ապահովում են պետության կողմից։ Զգացել եք տենց բան ժողովուրդ, զգացել եք տենց բան։ Եվ սա նոր որակի կյանքի մասին է։ Ես 8 տարի վարչապետ եմ ժողովուրդ, 7 անգամ մենք թոշակների թեմային անդրադարձել ենք։ 7 անգամ ուղղակի կամ անուղղակի որոշումներով մենք թոշակներ ենք բարձրացրել։ Մի քանի անգամ բուն թոշակն ենք բարձրացրել, մի քանի անգամ էլ անկանխիկ առևտրի դեպքում այդ հետվճարի համակարգն ենք դրել, որից այսօր ավելի քան 531 թոշակառու օգտվում է։ Սա մեր թոշակառուների 85 մոտավորապես տոկոսն է։ Եվ ուզում եմ 2018 թվին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել Հայաստանում, նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը։ Եվ սա մենք ինչի համար ենք արել։ Մենք սա անում ենք իհարկե սոցիալ-տնտեսական պատճառը շատ կարևոր է, բայց սրանով մենք մեր սերն ենք արտահայտում մեր թոշակառուների, մեր ծնողների եւ մեր երեխաների նկատմամբ, որովհետեւ միջև 18 տարեկան երեխաների առողջապահական նվազագույն կարիքները պետությունը հոգում է, որովհետեւ ձեր պետությունը սիրում է ձեր ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունը սիրում է իր քաղաքացիներին եւ սա է ամենակարևոր նորությունը, որ մեր երկրում տեղի է ունեցել։ Այս ամեն ինչը իհարկե ժողովուրդ շատ կարևոր է, բայց ամենակարևոր բանը, որով ես եկել եմ ձեզ մոտ, այդ հետևյալն է։ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն։ Խաղաղությունը հաստատվել, ժողովուրդ։ Շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Եվ մեր խաղաղությունը, որովհետև գիտեք ինչ, առողջության ապահովագրություն, դպրոց, ճանապարհ, մանկապարտեզ, լուսավորություն, ջրագիծ, այդ ամեն ինչը իմաստ չի ունենա, եթե չլինի խաղաղություն, եթե չկա խաղաղություն, այդ ամեն ինչը հնարավոր էլ չի լինի։ Եվ այդ է պատճառը, որ ես ասում եմ, որ այս ընտրություններում, առաջիկա ընտրություններում ամենակարևոր հարցը հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու, որովհետև մեր 10 արդեն 10 ամսական խաղաղությունը նման է 10 ամսական երեխայի, ինքը նախ ուրախության եւ երջանկության առիթ է բոլորիս համար, բայց եթե մենք խնամք չտանենք 10 ամսական երեխայի նկատմամբ, նա չի ապրի եւ հետո էսա պատճառը, որ մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել եւ առերեսվել, թե ինչ է նշանակում քվեարկել 16-ին եւ ինչ պիտի նշանակի քվեարկել 16-ին։ Սա աթոռի կռիվ չի ժողովուրդ ջան, սա պաշտոնի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն խաղաղության, հանուն անկախության, հանուն ապագայի եւ 16-ին քվեարկելով քաղաքացին պետք է ասի, այդ է նշանակում, այդ ասածը գործողություն դարձնելը, որ պետությանը տեր եմ, անկախությանը տեր եմ, ապագային տեր եմ, խաղաղությանը տեր եմ,
Բայց ով պետք է անի սա, ով պետք է անի, ժողովուրդը, բայց ժողովուրդը, այո, ժողովուրդը, բայց եկեք չմոռանանք, որ ժողովուրդը անհատներից է բաղկացած, եւ ամենամեծ պրոբլեմը եւ ամենամեծ խնդիրը մենք կունենանք այն ժամանակ, եթե որևէ մեկը ասի, դե մեկը ժողովուրդը տերա կանգնում էլի, ես այսօր ավելի կարևոր գործ ունեմ։ Էսա պատճառը, որ մենք ասում ենք, որ պետությանը, խաղաղությանը, ապագային, անկախությանը պետքա տեր կանգնի այդ մի մարդու որոշման հարցը, պատկերացնեք մի մարդու, ընդամենը մի մարդու, մի մարդա, որ պետքա որոշի պետության, անկախության, խաղաղության եւ ապագայի ճակատագիրը, ընտրությունների ելքը պետքա որոշի մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը թեկուզ հեռու ես կանգնած դու ես։ Եվ այդ մեկ մարդը 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 դու ես։ Չէ, դու չէ, որտեղ դու 18 չկաս չես մակրան։ Կներեք սխալվեցի։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Ով է այդ մեկ մարդը, ով է հրապարակում այդ թող ձեր բարձացնի այդ մեկ մարդը, թող ով որ տերը խաղաղությանը թող ձեր բարձացնի, բարձացրեք, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ծովագյուղին, Սևան խոշորացված համայնքին, Գևարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդը։ Երեխեք քարտեզ տվի բոլորիդ։ Ում չեմ տվել։ Ճիշտ ասեք։ Երկրորդ անգամ։ Ում որ չեմ տվել, հիմա տեղ կանգնեմ։ Բայց խնդրում եմ ով վերցրել է երկրորդ անգամ մի եկեք, որտեղ ժամանակի խնդիր ունենք, էլի։ Շատ լավ։ Ուրեմն սենց ենք անում։ Եկեք սենց անենք, երեխեք, եկեք ավտոյի ես կողմից սենց մի շարքանոց հերթ կանգնեք, մի շարքանոց հերթ։ Հետո, լսում եք երեխեք, ով որ ուզում է նկարվի, հեռախոսի այդ սելֆի բանը բացած, որ մի անգամից ժամանակը շատ է գնում ֆոտոների վրա, եւ հետո, ով որ վարկյան ունի դրած, լսում եք, չեք լսում եք, երեխեք, ով որ վարկյան ունի դրած, որ 10, 9, 8, 7, դրանք հանեք, որ մի չխկոցով արագ նկարվենք, լավ։ Պարոն Փաշինյան։ Ազգանուն։ Ինչ։ Սպասի վերջում կտամ քեզ Ռուբիկ, չէ։ Можно один вопрос? Не комментирую, извините, я сейчас... Պարոն Փաշինյան, ես ո՞նց է դրանք խոսանք համատակ կերչում։ Երեխեքը հերթում։ Մեկ երեք Պարոն Վարչապետ, Ես երեխեքին ճամփի։ Ջրի համար, ես իմ ասում եմ, նույնիսկ կարակ չասեք, որովհետև ջրի խնդիրները մեզ համար առաջնահերթ խնդիրներ են ըլլելու։ մեր դպրոցը ջուր չունի, երեխեքի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին զուգարան չեն կարող, կողքերը լրիվ ջուր է, թելությունը կերել են,
Չեն հաստատել, չեն Հիմա որոշ։ դպրոցը կառուցում։ Կառուցում է, այդ Ջրի չեն հարցն է։ ծաղեն կողից կր։ Կլուտ։ Ես դեզ Արո ասում Փաշինյան։ Николаевич, ես բախս։ Մենք ճանապարհ ճանապարհ բաց։ Ես վինիլի կամիս։ Armenian собирается. Ես ասա ես կազմակերպել։ Դե արժեք ասել, նույն դասա ես կազմակերպել։ Եթե մի կարվել եք դուրս եկեք, էլի։ Կսպասեք։ Հա, բա ես ինձ ասա ես սպասեմ։ Գնացեք, երեխեք։ Ես կնկարի, ես էր նա տելեֆոն Николаевич, а как скоро может референдум состояться? Вы знаете, сначала мы должны быть кандидатом, или мы должны уже официально обратиться в Евросоюз для вступления. Пока такого нет, нет вопроса референдума, понимаете? А скажите, а вот те сейчас ограничения, которые на сельхозпродукцию, Ну, это, я думаю, что неправильные шаги, потому что настраивают людей против ЕАЭС. А я как высокопоставленное официальное лицо ЕАЭС, для меня это проблема, ну, все эти проблемы мы решим. а вы признаете, что есть проблемы с сельхозпродукцией? Фитосанитарный контроль, который проходит. У отдельных компаний могут быть такие проблемы и везде, и в России, и в Рейкалелес. Но в общем у нас очень хороший контроль, и мы продолжительно улучшаем качество нашего фитосанитарного контроля. А скажите, а резолюцию передали вам, которая была на ЕАЭС? Я прочитал. И там я очень сбалансированный текст, и получается, что наши коллеги из 4 стран Евразийского экономического союза, они поддерживают идею проведения референдума в Армении по вопросу вступления Армении в ЕС. Понимаете, пока Армения, я уже сказал, официально не обратился в Европейский Союз, чтобы стать полноправным членом Европейского Союза. Просто не существа референдума. Пока это не произойдет, референдума не будет. Как только это произойдет, Плюс от ЕАЭС, вы понимаете? конечно, понимаем. Но я думаю, что в этом случае ЕАЭС должен показывать открыть новые возможности, чтобы имидж ЕАЭС в Республике Армении вырос, а не наоборот. Потому что если уже вносятся какие-то ограничения, это создает негативное восприятие среди граждан Армении по поводу ЕАЭС. А это меня, конечно, я единственный официальное лицо, который одновременно член и высшего экономического совета Евразийского экономического совета и межправительственного совета. Но это еще и мой ответственность, что в Республике Армения ЕАЭС имел позитивный имидж. Но, к сожалению,
некоторые решения не способны. Но я уверен, что вчера я с президентом России разговаривал, поблагодарил, конечно, за звонок, он позвонил, чтобы поздравить меня с днем рождения, но мы поговорили о текущих делах, и у нас состоялся позитивный разговор. Я думаю, что лучший шаг сейчас в этом контексте было бы просто отказаться от всяких ограничений и так далее. То, что касается фитосанитарии, это обычная вещь, это всегда присутствовал и должен присутствовать, потому что, конечно же, здоровье и качество товаров, которые мы поставляем между странами ЕАЭС, это очень важно. Но на данный момент это политизируется. И я боюсь, что это создаст некоторые негативные сентименты в Республике Армения по направлению Евразийского интеграционного. А я как высокопоставленное лицо, конечно же, не заинтересован. Ну, наверное, не заинтересован в том, что энергоносители закупают. Потому что российский он, сколько там, 155, да? Ну да, там цена для внутренних потребителей отличная. Наши граждане, жители, они не платят цены, потому что «Газпром» Армения добавляет довольно существенно. То есть эта цена 165, о котором заявляется, она не объективная цена. Реальная цена намного выше. Люди можете спросить, сколько они платят за газ. То есть это не объективная цена и не объективная цена. А лично приедете на следующую встречу с ЕАЭС? Конечно, вы знаете, об этом были очень много обсуждений, но я специально поэтому для этого поехал в Москву. И, между прочим, когда решалась дата и место проведения этого саммита, я коллег тогда предупредил, что у меня будет избирательная кампания, я не смогу приехать. Но, и я сказал, можете провести. И я специально поехал в Москву, поехал в Перловку, чтобы Владимир Владимирович еще проинформировал, что я не смогу. После этого я позвонил Касым-Жомарту Кемалевичу, принимал саммит. Еще раз извинился, что не смогу приехать. Я думаю, что коллеги были заранее, в прошлом году еще, в декабре еще, проинформированы, что я смогу. Ну, конечно, я об этом специально. В следующем году приедет? Специально, и поэтому избирательная кампания уже у нас началась посмотрим. У меня не было просто, я не смог бросить избирательную кампанию. Я имею в виду чисто в этическом смысле, заранее предупреждаю. Я понял. Спасибо вам огромное. Но вы забрали время у детей. Извините, пожалуйста. Спасибо Только нас набирал. Georgian, շնորհակալ եմ։ Գնացի։
Շատ խստարի են, իր գրուպի կապին, անձամբ, նույնքան Կարելի մի հատ կարելի։ հերմի չեք եկել, Ռուսաստանից որոշ եկել։ Նախի վերասպասը։ Հատես կտորը։ Երեխեք մաման կար։ Իմ մեկ մտածում եք Չենք զլանան, փողնել են։ Վերազգալու ինչ է։ Իմաստանում ավետիսան է։ Բան ավետիսան, հիմա մեկ մտածում եք որ տեղացիների երիտասարդ Բան եմ ասում գնա։ Բայ 50% է ուզում շարքի։ Որը Փաշինյան։ երեխեք ջան Արոն գնաց Հաշիմյան, գնաց աստված ձեզ է, Շնորհակալ։ սադարում ենք ձեզ։ շնորհակալ Ձեզ ճանապարհ։ Ավեր ահա ծովագյուղում մի քիչ ժամանակ երեխեքի հարցազրույց տվեցինք ծովագյուղ սիրում եք բոլորը